Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի այս սրահում մեկտեղվել են տարբեր երկրների քրիստոնեական, մահմեդական, հրեական ու բուդդայական կրոնների հոգևոր առաջնորդներ։ Նիստը Հայաստանում գումարվեց նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով։ Մոսկվայի եւ Համային Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեխ Ուլ-Իսլամ Ալլահ Շուքյուր Փաշազադեն ԱՊՀ միջկրոնական խորհրդի համանախագահներն են։ Միջկրոնական հավաքին ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նիստի ժամանակ ընթերցեց Դիմիտրի Մեդվեդևի ուղերձը, որում Ռուսաստանի Դաշնության նախագահը կարևորում է ԱՊՀ տարածքում համագործակցության ընդլայնմանը, խաղաղության ամրապնդմանն ուղղված կրոնապետերի ջանքերը։ Բացման խոսքում ողջունելով նիստի մասնակիցներին Համային Ռուսիո պատրիարքը նշեց, որ միջանձնական, միջհասարակական եւ միջպետական կոնֆլիկտները չեն կարող չանհանգստացնել ավանդական կրոնների հոգեվոր առաջնորդներին։ Ավանդական կրոններն այն ինստիտուտներն են, որոնք այսօրվա մարդու կյանքում ամրապնդում են բարոյական հիմքերը։ Ահա թե ինչու հակամարտությունները, որոնք առաջանում են հասարակությունների, ազգերի միջև չեն կարող չանհանգստացնել հոգեվոր դասի ներկայացուցիչներին, քանի որ հակամարտության հիմքում բարոյական կոռոզիան է։ Բոլոր հակամարտությունները կարող են կարգավորվել կրոնական գործոնի օգնությամբ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն իր ելույթում ողջունելով ներկաներին նշեց, որ աշխարհն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ եւ որ մեծ մտահոգություն են առաջացնում պատերազմներն ու բռնությունները, որոնք վտանգում են հոգեվոր արժեքները։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ասաց, որ այսօրվա նիստը, որ համախմբել է հոգեվոր առաջնորդներին, ի թիվս մի շարք այլ խնդիրների աջակցելու է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Նա նշեց, որ Հայաստանն ու Արցախը ձգտում են խաղաղություն հաստատել տարածաշրջանում, ինչը ըստ վեհափառ հայրապետի այլընտրանք չունի։ Մեր ժողովրդի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների իշխանությունների ձգտումն է եղել կայուն դարձնել խաղաղությունը, ամրապնդել բարի հարաբերությունները եւ համագործակցությունը հարևան եւ բոլոր պետությունների ու ժողովուրդների հետ։ Այդ ձգտումի վկայությունն էր նաև Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությունը, որն ինչպես գիտեք, ընթաց չունեցավ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման պատճառով։ Մեր ժողովուրդը շարունակում է մնալ խաղաղ բանակցային ընթացքով հարցերի կարգավորման դիրքերում, եւ մեր եկեղեցին իր ամեն կարելիությամբ այսուհետ եւս պիտի աջակցի տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության ամրապնդմանը, որպեսզի մարդիկ աստվածապարգև ազատ կյանքով հնարավորություն ունենան կառուցելու իրենց բարոր ու երջանիկ ներկան ու գալիքը։ Ուրախ ենք, որ միջնորդական ջանքերով եւ նախագահությամբ նորին Սրբություն Կիրիլ Առաջին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի ԱՊՀ կրոնապետերի նախագահության նիստերին հարակից տեղի են ունենում նաև Կովկասյան տարածաշրջանի հոգևոր առաջնորդներիս եռակողմ հանդիպումները։ Միմյանց հանդեպ խորին հարգանքով եւ ամենաբարձրյալի պատվիրած ու պարգեւած եղբայրական սիրով մենք ձգտում ենք նպաստել մեր ժողովուրդների միջև առկա խնդիրների լուծմանը, փոխհմբռնման ոգու եւ բարի կամքի զորացմանը, երկխոսության արդյունավորմանը։ Մենք վստահ ենք, որ այլընտրանք չկա խաղաղությանը, եւ հակամարտություններն ու խնդիրները իրենց լուծումը պիտի գտնեն խաղաղ բանակցային գործընթացներով, մարդկային հիմնարար իրավունքների պաշտպանության եւ միջազգային օրենքների հարգման ճանապարհով։ Պատմությունը շարունակ վկայում է, որ խաղաղությունը, կյանքի ներդաշնակ զարգացումն ու առաջընթացը կարող են մնայուն լինել եւ ուրախություն ու երջանկություն պարգեւել, երբ հիմնված են արդարության, իրավունքի, ճշմարտության, հասարակության հոգևոր ներուժի ամուր հիմքերի վրա։ Թող Աստված օրհնի այս ժողովը եւ զորակից լինի մեզ ու մեր ժողովուրդներին բարին արարելու եւ մեր կյանքը իր սուրբ կամքի համաձայն ապրելու ամեն։ Հանրապետության նախագահն իր ողջույնի խոսքում ասաց, որ խորհրդանշական է, որ միջկրոնական հանդիպումը տեղի է ունենում Բիբլիական լեռան, մեր երկրի եւ ժողովրդի խորհրդանիշը հանդիսացող Մասիսների ստորոտում, մի վայր ուր իջել է Նոյը եւ վերսկսել մարդկության պատմությունը։ Մենք կպարտենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկիրը քրիստոնեության տարածման հնագույն օջախներից մեկն է աշխարհում։
ավելի քան 17 դար առաջ հայ ժողովուրդը Աստվածաշնչի պատվիրանները որոշեց ընդմիջտ դարձնել սեփական արժեհամակարգի խարիսխը։ Այդ ամբողջ շրջանում մեր ժողովրդի ինքնության դրոշակակիրն ու պահապանն է եղել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Հարգելի բարեկամներ, հայ ժողովուրդը կայացրել է իր պատմական ու անշրջելի որոշումը զարգանալ իր հարևանների, բարեկամների եւ համայն մարդկության հետ առավելագույն համագործակցության ուղով։ Մենք գտնում ենք, որ հակասություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն շփումների, բանակցությունների եւ համագործակցության եւ ոչ թե սպառնալիքների ու լարման մեծացման միջոցով։ Մենք ինքներս ենք պատրաստ եղել առաջինը մեկնել բարեկամություն առաջարկող ձեռքը, անգամ այն ժամանակ, երբ վստահություն չունեինք, որ կստանանք համարժեք պատասխան։ Նման դժվար որոշումներ կայացնելուց հետո հիասթափությունը ինչ խոսք հուսահատեցնող կարող է լինել։ Տեղյակ եք, որ մեր մեծ ցավն է Արցախի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ասածս խոսքերն առաջին հերթին այդ խնդրի մասին էին։ Այն լուծելու համար միակ իրատեսական ուղին ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացն է։ Հայաստանը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որևէ բարիք չի բերելու ոչ մեր հարևան ժողովրդին եւ ոչ էլ մեզ։ Նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են։ Նա անթույլատրելի համարեց երկու մեծ կրոնների՝ քրիստոնեության եւ մահմեդականության հակադրումը։ Հանրապետության ղեկավարը նշեց, որ առավել եւս անթույլատրելի են հակամարտության քուղի տակ պատմամշակութային եւ հոգեվոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու փորձերը։ Ողջունում եմ Մոսկվայի եւ համայն Ռուսո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ իրականացվող երկխոսությունը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի եւ Շեյխ Ուլիսլամ Ալլաշքյուր Փազադեի միջև։ Շնորհակալ եմ այդ ջանքերի համար, որոնք նպաստում են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ես հավատում եմ, որ բարոյականությունը եւ հավատքը փոխկապակցված են։ Կարծում եմ, որ առանց հավատքի, առանց հոգևոր տեսլականի մարդ չի կարող ամբողջովին բացահայտել իրեն, լիարժեքորեն առաջ շարժվել, զարգանալ եւ կատարելագործվել։ Արդի բարդ ու փոթորկոտ միջավայրում դուք փարոս եք ծառայում հազարավոր հավատացյալների համար, ովքեր զգում են ձեր իմաստության եւ լուսեմության կարիքը։ ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին խոսեց Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլիսլամ Ալլաշքյուր Փաշազադեն։ Նա ընդգծեց, որ մահմեդական աշխարհն աջակցում է միջանձնային հարաբերություններին եւ մշակութային համագործակցությանը։ Բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով միջազգային նորմերին համապատասխան։ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը հնարավոր է երկկողմ խաղաղ բանակցությունների միջոցով եւ երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների համաձայն։ ԱՊՀ միջկրոնական խորհուրդը ստեղծվել է 2004 թվականին Մոսկվայում երկրորդ միջկրոնական ֆորումի ժամանակ։ Խորհրդի գործունեությունն ուղղված է ինչպես ԱՊՀ տարածաշրջանի ժողովուրդների, այնպես էլ համամարտկային կարևորություն ներկայացնող խնդիրների վերհանմանը եւ լուծման ուղիներ փնտրելուն։ ԱՊՀ միջկրոնական նիստի ավարտին հրապարակվեց մի փաստաթուղթ, որում հավաքի մասնակիցները հիշեցնում են, որ անձի եւ հասարակության բարոյական համակարգն անհրաժեշտ է զարգացնել ու կատարելագործել ճիշտ այնպես, ինչպես դա արվում է արտադրության միջոցների ու տեխնոլոգիաների պարագայում։ Ներկաները հավատով նշում են, որ միջկրոնական համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ զարգացում կապրի, օգնելով պահպանելու ժողովուրդների ինքնությունը եւ նպաստելու ավանդույթների ու մշակույթների ներդաշնակ համագոյությանը։